Բրյուսելում տեղի ունեցած Արևելյան գործընկերության Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովից հայկական պատվիրակությունը վերադարձել է գոհունակությամբ։ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը կարծում է, որ կարող էր ավելի վատ լինել, ինչպես օրինակ Ստրասբուրգում։ Նա գոհ է հատկապես ադրբեջանցիներին տված հայկական պատվիրակության հակահարվածներից։ Երբ որ ադրբեջանցին Հայաստանին ասում է, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ էներգետիկ պարազիտ, անմիջապես հնչեցնում էր թիվը։ Մեկ միավոր արտադրանքին Ադրբեջանը ինչքան էներգետիկ ռեսուրս է ծախսում, Հայաստանը ինչքան, եւ ով է այդ պարազիտը։ Մաքսային միությանը անդամակցելուց հետո Հայաստանում գնաճ լինելու է թե ոչ։ Պատասխանելու համար այդ հարցին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը խորհուրդ է տալիս սպասել բանակցությունների ավարտին։ Ինչ վերաբերում է նախարար Վահրամ Ավանեսյանի այն կանխատեսումներին, թե գնաճը կարող է լինել 1.5%, պարոն Մելքոնյանը ասաց. Այն թվերը, որոնց մասին որ խոսվում են, դրանք առաջնային ընդհանուր գնահատականներ են։ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը կարևորում է 3 ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ գազի հարցերով հանձնաժողով ստեղծելու քննարկումները։ Նախագիծը ներկայացրել են իշխանական ուժերը։ Իսկ ինչու ընդունվեց ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի այդ նախագիծը եւ ոչ թե ոչ իշխանական ուժերինը։ Կոալիցիոն քաղաքական ուժերը ձևավորեցին, աշխատեցին մեկ համալիր նախագծի վրա, որտեղ ավելի շատ մանրամասնեցին այն խնդիրները, որոնք կան գազի հետ կապված։ Սերժ Սարգսյանը գնացել է Հարավային Կորեա ոչ թե երիտասարդացման, այլ բուժման եւ թարմացման համար։ Ցողունային բջիջները երիտասարդացման հետ կապ չունեն։ Այսօր այս մասին հայտարարեց նյարդավիրաբույժ բժշկական գիտությունների տեխնացու Նիկոլայ Խաչատրյանը։ Այսինքն իմ տարիքի կամ ավելի մեծ տարիքի անձնավորությունը արտակնատես եւ ֆիզիկապես փոխվում է դառնում այն, ինչ եղել է երիտասարդ տարիքում։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր բացվեց գյումրեցի երիտասարդ լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի «Նրանց տուն է պետք» խորագրով ցուցահանդեսը։ Նրա բոլոր լուսանկարների հերոսները 1988 թվականի աղետալի երկրաշարժը վերապրածներն են իրենց խնդիրներով։ Նպատակն է եղել Սերժ Սարգսյանին իր ենթակա աշխատողներով, Տիգրան Սարգսյան եւ մնացած բոլոր աշխատողներով թափ տանք իրանց, ու իրանք գործը հիշեն ու սկսեն են վերջապես։ Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկ+-ի IPF+ հաղորդումը։ Հայ-Ռուսգազարդ ընկերությունը աշխատակիցների աշխատավարձից պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակների համար գումարներ պահել է, բայց չի վճարել համապատասխան ֆոնդերին, այս մասին է հայտնել ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը։ Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը անդրադառնալով Մանվել Գրիգորյանի վերջին բոլշևիկ դարձվածքին ասաց, որ 90-ականներին կռվող մարդիկ մի քիչ տարբերվում էին։ Մանվել Գրիգորյանը քաղաքական դաշտում հանդես է գալիս որպես բացառություն, եւ դա բնորոշ է այն լեքսիկոնին, որը կար 90-ականներին։ Ըստ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, ԲՀԿ-ի համագումարից հետո ինձ պատասխանելու քաստինգ է հայտարարված, ով ավելի սուր կպատասխանի ազատ թեմայով։ Ասեմ, որ առ այս պահը բոլոր պատասխանները ինձ անկեղծորեն զվարճացրել են, բայց ես շարունակում եմ հետևել քաստինգին եւ խոստանում եմ գրագետ պատասխանների դեպքում անպայման անդրադառնալ դրանց։ Իսկ Գալուստ Սահակյանը նշել է, որ ԲՀԿ-ի բոլոր քայլերի գլխավոր պատասխանատուն եւ դերակատարը Գագիկ Ծառոկյանն է, նրանից դուրս մյուսների ասածը ընդամենը կարծիք է։ Իրանի ներքին գործերի նախարար Աբդուլ Ռեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել է, որ զորքերը պատրաստ են ներխուժել Աֆղանստանի եւ Պակիստանի տարածք, որպեսզի փրկեն իրանցի սահմանապահներին, որոնց գերի է վերցրել Ջեյշ Ալ-Ադլ անհայտ խմբավորումը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայում, որի մոտակայքում վերսկսվել են անդիմության ներկայացուցիչների եւ իրապահների միջև բախումները, ծեծել են կոմունիստական կուսակցության մի քանի պատգամավորի։ Օրվա լրահոսը։ Ավանդույթի համաձայն Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը այսօր բոլորի ձեռքը սեղմելուց եւ բարևելուց հետո միայն իր ազգային տարեկան ուղերձը սկսեց խոստումով։ Այլևս թույլ չի տալու, որ իրեն կարոտեն, միաժամանակ վստահեցրեց Ժառանգությունը երբեք չի լքել մարտադաշտը։ Վերագազմագերման այս փոքրիկ հանգրվանը ուժ ու ծավալ հավաքելու Էլավելի զորեղանալու համար է։ Վերջին նախագահի ընտրություններից անցել է 1 տարի։ Նախագահի նախկին թեկնածուն խոստովանում է պետք է դասեր քաղել վրիպակներից։ Ժառանգության առաջնորդը համոզված է ժողովրդի հետ հաշվի նստելու ոչ մի ցանկություն իշխանությունը չունի, որպես խոսքերի ապացույց համարում է էլեկտրաէներգիայի եւ գազի թանկացումը, պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի ներդրումը։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա Սերժ Սարգսյանս նրա միջազգային հարթակում վերջնականապես մեկուսացրեց մեր երկիրը մեկ գիշերվա մեջ գից քաշելով Եվրամիության վրա հօգուտ Մաքսային միության։ Գերիշխում է վասալային փոխգործակցության աշխատավոճը։
Ստեղծված իրավիճակի համար Ռաֆի Հովհաննիսյանը մեղադրում է բոլորին՝ ընտրությունները կեղծող իշխանությանը եւ ժողովրդին, որը չկարողացավ իր վստահության քվեն վերածել երկարատև պայքարի։ Մեղավորը նաև մենք բոլորս ենք։ Մեր անգործությամբ, անդարբերությամբ եւ կամազրկությամբ մի հոգու գործ չի, ազգի գործն է եւ հաջորդ անգամ ազգովի պատրաստ ենք լինելու։ Վերջում ժառանգության առաջնորդը կրկին ժամկետ նշեց՝ Միացյալ Հրապարակի կառուցումը եւ չընտրված իշխանությունների հեռացումը տեղի կունենա մինչեւ ապրիլի 9-ը։ Ինչ է փոխվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքում 2013 թվականի նախագահի ընտրություններից ուղիղ 1 տարի անց։ Կյանքը շատ վատացել է, ահավոր ձևով։ Այն աստիճան, որ բնակարան եմ ուզում վաճառել, որ կարողանամ գոյատևել։ Գների բարձրացում, սննդամթերքը հիմնականապես տեխնիկական ձևով բարձրացնում են։ Եթե ասեմ շատ կտևի, բայց համենայն դեպս դեպի վատ։ 1 տարի առաջ այսօրը նախագահի պաշտոնի համար ժառանգության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանի եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի միջև պայքարում հաղթող ճանաչվեց պարոն Սարգսյանը։ Նա խոստանում էր ապահով Հայաստան տնտեսության զարգացում եւ դատական համակարգի բարելավում, որքան են նրա խոստումները իրականություն դարձել ըստ մեր քաղաքացիների։ 10%-ը չի կատարել։ Այն ժամանակ կատարել, երբ որ մեր երեխեք տուն գան դրսերից։ Ոչ աշխատանքը, ոչ էլ կարող ենք ինչ-որ միտեղ մտնենք աշխատենք։ Դարել ենք 60 տարեկան, որ այդ պետք է աշխատենք։ Այս կինն էլ 1 տարի առաջ է Եվրոպայից հայրենիք վերադարձել եւ հասցրել է հուսախաբ լինել։ Ուղղակի այսօրվա օրով ցած ապրում ենք 3 երեխաների հետ։ Այսօր մեր քաղաքացիներին մտահոգող թիվ 1 խնդիրը դարձել է արտագաղթը, որին նրանց կարծիքով նպաստում է նաեւ ընդդիմության պասիվությունը։ Չէ, ընդդիմությունը լռել է, ընդհատակ է անցել։ Ընդդիմություն հիմա չունենք։ Չեմ ճանաչում ոչ իրանց աշխատանքը, ես չեմ տեսնում։ Ինձ թվում է այս ընդդիմությունը իրենց հետ համագործակցություն։ Պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակային համակարգն այսօր փողոց դուրս բերեց նաև Մեծամորի ատոմականի աշխատակիցներին։ Մոտ 70 աշխատակիցներ իրենց բողոքն արտահայտեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց։ Հունվար ամսվա նրանց աշխատավարձից եւս պահումներ են արվել, անտեսելով Սահմանադրական դատարանի որոշումը։ Եկել ենք այն մարդու մոտ, այն կազմակերպության մոտ, որը լսում է ժողովրդին։ Մնացած բոլոր պետական այրերը անգամ դուրս չեն գալիս։ Կամ ուղղակում են իրենց օգնականի վարորդին։ Ատոմականի աշխատակիցները նամակ պահանջ հանձնեցին Մարդու իրավունքների պաշտպանին 700 ստորագրությամբ։ Նրանք իշխանություններից պահանջում էին կենսաթոշակային համակարգից հանել պարտադիր բաղադրիչը։ Բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսին ընդունեց եւ լսեց Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Տաթևիկ Խաչատրյանը։ Պարտադիր բաղադրիչի հետ համաձայն չենք։ Մենք չենք ուզում ներկայիս սոցիալ-տնտեսական վատ իրավիճակի ելնելով, մենք չենք ուզում 35 տարի հետո լավ ապրել, վատ ապրել հիմա։ Ատոմականի աշխատակիցները վստահեցնում են, եթե անգամ Սահմանադրական դատարանը, որը կասեցրել է պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, այն հակասահմանադրական չճանաչի, իրենք միևնույնն է չեն համակերպելու նոր համակարգի հետ։ Եթե այդ վստահությունը լներ մեր իշխանությունների հանդեպ, կարող է ուրիշ ձևով մտածեին, բայց վստահություն չկա ներկայիս իշխանությունների հանդեպ, դրա համար էլ բոլորը 99% հանրապետության դեմ է։ Փետրվարյան ապստամբությունից 93 տարի անց նոր անկախ Հայաստանը կրկին կանգնած է ազատությունը կորցնելու վտանգի շեմին։ Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում ահազանգեց ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը։ Ավանդույթի համաձայն պարոն Հայրիկյանն ու իր համակիրները այսօր ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակ հավերժացնող հուշաքարին եւ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս այմ հիմնադիր Մովսես Գորգիսյանի շիրիմին։ Ավանդույթը պահպանում ենք փետրվարի 18-ին այստեղ ներկայանալ։ Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելով օրվա խորհրդին անդրադարձան ազատության հրապարակում, այմ առաջնորդը շարունակում է պնդել, որ Հայաստանի Հանրապետության անկախությանը վտանգում է Մաքսային միությունը, մեր ապագան Եվրամիության կազմում է։ Պարույր Հայրիկյանը իշխանություններից պահանջում է սթափվել եւ այսօրը փետրվարի 18-ը պաշտոնապես ամրագրել որպես ազատության օր։ Այո, այս ժողովուրդը արժանի է ունենալու իր ազատության օրը։ Մենք տնտեսական ներուժը, մեր գործունեությունը պետք է ծավալենք Եվրոպայի առաջադեմ երկրների նման, թե բարբարոսական Ռուսաստանի նման։ Այսօր ազատության հրապարակում են նաև նրանք, ովքեր կարծում են, որ Մաքսային միության անդամակցելու խոստում տալով իշխանությունները մեկնարկել են Հայաստանի Հանրապետության քաղաքացու անկախության եւ ազատության վաճառքի գործարքը։ Այսքան դժվարությամբ մենք անկախություն ձեռք բերեցինք, այս 20 տարուց ավելի է։ Ստացվում է նենց, որ եւս նորից իշխանությունները, ներկայիս իշխանությունները ուզում են էլի ծախեն։ Սերժ Սարգսյանը լինելով Մոսկվայի գործակալը փոխեց կտրուկ կուրսը, երբ որ իրան հրամայեցին դա, մենք ստիպված իջանք ասպարեզ, որպեսզի նորից ժողովրդին ասենք ճիշտը։
Մինչև 2018 թվականը Հայաստանում թե մասնավոր, թե պետական հատուկ կարևորության օբյեկտները կպահպանի ոստիկանության համապատասխան ծառայությունը։ Ոստիկանության պետի տեղակալը վստահեցնում է, այս լուրջ գործում իրենք չեն կարող լիցենզավորել որակավորում չունեցող մասնավոր պահնորդների։ Կներեք պրիմիտիվ հարցեր, ուղղակի տվերը չեն կարողացել պատասխանել։ Մարդը, որը պետք է աշխատի թիկնախոր, կամ պետք է պահնորդ աշխատի, հասարակ առաջին բժշկական օգնում ցույց տալու, կամ ռեժիմային ստուգումներ իրականացնելու հետ կապված։ Պահնորդների հարցը այսօր քննարկվեց ազգային ժողովում ոստիկանության պահպանության մասին օրենքում նախատեսված փոփոխությունների շրջանակում։ Քննարկմանը ներկա մասնավոր պահնորդական կազմակերպությունների միության նախագահ Հովհաննես Պետրոսյանը դեմ էր օրենքի այս փոփոխություններին։ Մինչև 2016 թվականը անցումային փուլով անցնել պետականը մասնավոր պետական օբյեկտների այս փաստացեսոր, որ իրականացվում է ոստիկանության կողմից պահպանությունը, անցնել մասնավորի։ Չի հրաժարվելու այդ ոլորտից, ձեզ հանդիպում միայն քաղաքացիների եւ մասնավոր անձանց չենքերի պահպանությունը։ Նախագիծը այսօր արժանացավ ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը եւ կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ։ Սկսած 1996 թվականին Հայաստանում տեղի են ունենում վիճահարույց նախագահական ընտրություններ։ Վազգեն Մանուկյանը, Կարեն Դեմիրճյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում էին, որ իրականում ընտրվել են հենց նրանք, իսկ գործող նախագահը լեգիտիմ չէ։ Բացառություն չէին նաև վերջին ընտրությունները, որտեղ ըստ պաշտոնական թվերի Անդիմադիր թեկնածու Ռաֆի Հովհաննիսյանը հավաքել էր ձայների աննախադեպ բարձր տոկոս, բայց զիջել էր Սերժ Սարգսյանին։ Այդ ընտրությունները տեղի էին ունեցել ուղիղ 1 տարի առաջ։ Օրվա գլխավոր թեման։ 2013-ի փետրվարի 18-ի նախագահի ընտրություններում նա հայ ժողովրդի հույսն էր, նրանից սպասում էին, որ կդառնա իշխանությունն ընտրություններով վերցնող առաջին ընդդիմադիր թեկնածուն։ Մեր հայրենիք ազատանգախ Ընտրություններից հետո Ռաֆի Հովհաննիսյանը սեղմեց պարտված թեկնածու Սերժ Սարգսյանի ձեռքը եւ մնաց ընդդիմադիր։ Երթմնակալության օրը ոստիկանապետի հետ բարձրացավ ծիծեռնակաբերդ աղոթելու։ Աղոթում եմ բարոն Սարգսյանի համար, Վեհապար Հայրապետի համար։ Ընտրությունների օրը ամենաշատ ձայն հավաքած մյուս ոչ իշխանական թեկնածուն ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն էր։ Նա իր թեկնածությունն առաջադրեց ի հեճուկս Հայ ազգային կոնգրեսի, որի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեց չառաջադրվել։ Ոչ ոք չի դրել, ես դրել եմ։ Կոնգրեսում կան որոշ մարդիկ, որ գտնում են եկեք չմասնակցենք։ Ես այդ խաղին չեմ մասնակցի։ Ընտրություններից հետո Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ հպարտ է իր հավաքած 30,000 ձայնի համար։ Պարոն Հայրիկյանը ընտրություններին մասնակցող հաջորդ ընդդիմադիրն էր, ասում էր, որ իր պատմական պահն է, կարելի է արդեն երգել։ Դե եկեք եղբայրներ մենք միանանք, միասնությամբ ենք անպարտ մենք։ Հայրիկյանի վրա սակայն կրակեցին երգելուց 13 օր հետո եւ ընտրություններից 18 օր առաջ մեղավորը ռուսներն էին։ Իմ գործընկերներից որևէ մեկին դրան ընդունակ չի համարում, նկատելով այսօր նախագահական ընտրությունների մասնակցող որևէ մեկին։ Վիրավոր Հայրիկյանը մի քանի անգամ հայտարարեց ընտրությունների հետաձգելու մասին եւ մի քանի անգամ էլ հրապարակավ հրաժարվեց դրանից։ Ընտրություններից հետո միայն հայտարարեց Հայրիկյանն էր գլուխները բարձր, ով էր փորձել խոնարհեցնել հպարտ թեկնածուին ըստ մեղադրանքի նախագահի մյուս թեկնածուն Վարդան Սեդրակյանը։ Մասոններն են ընտրություններից առաջ հայտարարում է էպոսագետը։ Այդ կազմակերպության ամերիկյան հիմնական այդ բուն կազմակերպության մեջ է մտնում նաեւ Ռաֆի Հովհաննիսյանի հայրը եւ ինքը Ռաֆի Հովհաննիսյանը։ Քարոզարշավի ընթացքում Վարդան Սեդրակյան ընտրողներին չհանդիպեց, փոխարենն այցելեց հացադուլի մեջ գտնվող մյուս թեկնածուին Անդրեաս Ղուկասյանին, նրան շատերն էին այցելում։ Ես կցանկանայի, որ շատ քաղաքացիներ նույնիսկ որոնց համար ընկալելի չեք կամ որոնք չեն կիսում ձեր տեսակետը, զորավիկ լինեն ձեր քայլերին։ Ոչ իշխանական վերջին թեկնածուն Արման Մելիքյանն էր, միակը, որ հայտարարեց, որ ընտրությունների օրը տեղամաս չի գնա եւ չի քվեարկի, իսկ ընտրություններից հետո ասաց, որ իր ձայները գողացել են։ Ինձնից գողացվեց մոտ 11000 ձայն։ ԿՀ տվյալներով սակայն Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը եւ Անդրեաս Ղուկասյանը հավաքել էին այնքան ձայն, որքան միայն Պարոն Հայրիկյանը։ Ընդդիմության այդ օրերի առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը իշխանափոխության թեման փակեց Ծիծեռնակաբերդի ճանապարհին։ Թող ինձ ոչ ոք չասի գնանք Բաղրամյան։ Նախագահական ընտրություններին հետևած հետընտրական զարգացումները ստանդարտ են, հանրահավաքներ, դիմում սահմանադրական դատարանին, հասարակական հիասթափություն։ Իշխանության արձագանքը փոփոխական է, 96 եւ 2008 թվականին իրապահները դիմել են կոշտ միջոցների, 2004 թվականի ապրիլին նույնպես։ Անցած տարի դրա անհրաժեշտությունը չկար Ռաֆի Հովհաննիսյանի եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի շնորհիվ։
Հետաքրքիր լուծում էր գտնվել 98 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ ընդդիմադիր թեկնածու Կարեն Դեմիրճյանը դաշինք կազմեց պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ եւ նրանք հաղթեցին ազգային ժողովի ընտրություններում։ Այդպիսով խորհրդարանական մեծամասնությունը քիչ թե շատ վայելում էր քաղաքացիների մեծամասնության աջակցությունը, սակայն ինչ որ մեկին դա դրսում հավանաբար դուր չեկավ եւ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը։ Նման լուծում կարող էր լինել նաև այս ընտրություններից հետո։ Ռաֆի Հովհաննիսյանը ընտրություններից հետո հանդիպել էր Սերժ Սարգսյանին, իսկ այնուհետև հանդես էր եկել առաջարկությունների փաթեթով, որը նախագահը պատրաստ էր քննարկել, սակայն անհայտ պատճառներով այդ նախաձեռնությունը շարունակություն չգտավ։ Հավանաբար նույն պատճառով, որով տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը։ Ամեկ+-ի զրուցակիցն է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։ Արմեն, հնարավոր էր մի տարի առաջ ստեղծել կոալիցիոն կառավարություն ժառանգության մասնակցությամբ։ Եթե այն ժամանակվա պաշտոնական տվյալներով հաղթած գործող նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանար, հնարավոր է, ուղղակի չցանկացավ։ Ինչու չցանկացավ։ Որովհետև հավանաբար այն առաջարկները, որոնք գրել էր Ռաֆի Հովհաննիսյանը, իրան դուր չեկան, ինքը կարող էր, ասենք, ժառանգությանը տալ մի քանի հատոր, եթե ժառանգությունը բավարարում, բայց ժառանգությունը ներկայացեց ուրիշ մեծ ցուցակ, որի հետ գործող նախագահան չհամաձայնվեց եւ չցանկացավ։ Ինչ կփոխեր դա, եթե մի քանի նախարար ժառանգությունից լինեին։ Գիտեք, պատմությունը եթե չի սիրում, չեն կարող ասել։ Հիմա մենք դա հաստատ էլ չենք իմանա։ ԱԺՄ-ն 96 թվականից հետո 2003-ից բանը արդարություն դաշինքը, այնուհետև ՀԱԿ-ը 2000 որոշ չափով։ Ժառանգությունը ընտրություններից հետո որոշ չափով նրանք բսխում են իրենց քաղաքական կապիտալը։ Դա օրինաչափություն է։ Մեր մոտ արդեն նկատվում որ դա է օրինաչափություն է, որտեղ մենք կարող ենք ասել, որ լավ 96 թվականին ԱԺՄ սխալ արեց, մյուսները թող ճիշտ անեն նա սխալից օգտվեն, հետո մենք տեսնում ենք որ նույն սխալները արեց 2003 թվականին, հետո տեսնում ենք որ նույնը չի ստացվում հայազգային կոնգրեսի մոտ, ժառանգության մոտ, ու արդեն գալիս ենք այն զրակացության, որ ոչ թե իրանք են մեղավոր, այլ օրինաչափությունը ձևավորում։ Ինչու՞ դա կախված է հասարակությունից։ Ուղղակի վերջին 20-24 տարվա ընթացքում Ղարաբաղի շարժումը որ սկսվել է, անկախացել են Հայաստանից գնացել է մոտ 1 միլիոն մարդ, ինչը բավականին թույլատրել է հասարակությանը եւ մի բան պետք է մենք հասկանանք, ընդդիմադիր ուժերն են, որ ծառայում են հասարակությանը եւ ոչ թե հասարակությունը, որ պետք է ծառայի ընդդիմադիր ուժերին, քանի որ հասարակությունը թույլատրել է եւ հատկապես հիմա նայելով ցանկություն չունի նրա մեծ մասը կարելի ասել արդեն 95% այս երկրի ներքին ու արտաքին քաղաքացիական առաջություն չի ցանկանում ունենալ, բնականաբար նրան պետք չեն ընդդիմադիր գործիքները եւ դրա համար շատ արագ ձևի նա հրաժարվում է, առավելս որ նա հուզական պահ կա հասարակության մեջ, որ ուզում է հենց հիմա հենց այս պահին գնանք ինչ-որ մի բան անենք, եթե չստացվեց վերջ մենք գնում ենք եւ դա բերում է օրինաչափություն։ Այստեղից կարելի է ենթադրել, որ ընտրական մեխանիզմ Հայաստանում ըստ բնորոշման չի կարող լինել, երբևէ չի լինի, այսինքն կնշանակվի ի վերջո Ռուսաստանից, ասենք, առաջին քարտուղարը։ Դա չեն կարող ասել իհարկե, կլինի թե չի լինի, որտեղ կարող ենք ասել, որ ներքին հասարակության ուժերով ընտրությունների որպես ինստիտուտ էլ չի կանա, որտեղ անցյալ տարվա մայիսին տեղի ունեցած Երևանի ավական ընտրությունները, դա կարելի ասել վերջակետն, որով վերջակետ դրվեց ընտրություններ ինստիտուտին, արդեն ընտրություններ չկա, կա ընտրական միջոցառում։ Հասարակությունը բավականին թույլատրած է, հիմա կլինի նորմալ ինչ որ իրավիճակ ընտրական գործընթաց Հայաստանում թե չէ, դա կախված է արդեն արտաքին գեոքաղաքական, այսպես ասած, տեսակետներից։ Եթե ընդունենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանա, որպեսզի Հայաստանում տեղի ունենան ազատ արդար ընտրություններ, նա ունի այնքան ուժ ռեսուրս, որ ճնշի Հայաստանի իշխանություններին եւ պարտադրի արդար ազնիվ ընտրություններ։ Կցանկանա նա տեղի կունենա, չի ցանկանա, տեղի չունենա ազատ արդար ընտրություններ։ Մեր ուժերով չեն կարող։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցն էր քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։ Կապանի Չարենցի փողոցում Վաչագան գետում հրդեհ է բռնկվել, այրվել են չորացած տերևները, որոնք գետն են նետել կոմունալ ծառայության աշխատակիցները։ Հրդեհը տարածվել է գետի ողջ երկարությամբ, որտեղով անցնում է գազատար խողովակաշարը։ Տարածքն ամբողջովին պատվել է ծխով։ Համապատասխան կառույցները դեռևս չեն կարողանում պարզել հրդեհի ծագման պատճառը։ Կապանի երկաթուղայինների փողոցի 11 շենքի տանիքը խարխուլ է, այս մասին Կապանի քաղաքապետին տեղեկացրել է շենքի տարեց բնակչուհի Լուսինե Սարուխանյանը։ Մինչ այդ շենքի վերջին հարկերի բնակիչները բազմիցս դիմել են համապատասխան գերատեսչություններին, սակայն խնդրին վերջնական լուծում չի տրվում։ Երկու արմատուրա է այս ամբողջ գրիշան պահում։ Եթե այդ արմատուրան էլի վթարային վիճակում է, ժանգը կողված, ժանգոտված, հավանական է որ կարող է եթե կոտրվի, միանգամից տանիքը փլվի։
Ալավերդու բոլոր դպրոցները սանհանգույց ունեն, սակայն մի բան է ունենալը, մեկ այլ բան դրանցից օգտվելու հնարավորությունը։ Ջրի, փականի, սանիտարական պատշաճ պայմանների բացակայության պատճառներով աշակերտները գերադասում են չօգտվել զուգարաններից։ Կուզեի, որ սանհանգույցը շատ ավելի լավ էր, որ կարողանայինք բոլորս օգտվել։ Մաքրությունը կա, բայց լվացվելու հարմարանք չկա։ Ալավերդու Եղիշե Չարենցի անվան թիվ 9 դպրոցում սանհանգույցները կոսմետիկ վերանորոգված են, սակայն այստեղ էլ ջուր եւ դռների վրա էլ փականներ չկան։ Իսկ Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 դպրոցում սանհանգույցները կոսմետիկ վերանորոգվել են 2 տարի առաջ, սակայն գործն ավարտին չեն հասցրել։ Քանի որ աշակերտների թիվը քիչ է, գումար չենք ունեցել, մենք մեր հաշվով, մեր հաշվին չենք կարողացել վերանորոգման աշխատանքներ կատարել։ Հայաստանից հաճախ բացակայող Ռաֆի Հովհաննեսյանը ներկայացել է հանրությանը եւ խոստացել է վերադառնալ քաղաքական գործունեությանը, հուսանք, որ այդ գործունեությունը կապված չի լինի հացադուլների հետ։ Դիտեք նաեւ մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մենք կհանդիպենք վաղը։ Բարի օր բոլորին, բարև Հայաստան, ձեզ լիքը գարոդել եմ։ Ես թույլ չեմ դալու, որ այսքան իրար կարոտենք սրանից հետո։ Ой, ну как хорошо, что вы пришли. Знаете, Карлсон вернулся. Идемте, я вас наконец с ним познакомлю.